Այդ ձեր շարքի մեջ տրենդային կարող ենք հիշատակել նաև վարչաբենդի համերգը, որ ես շատ տպավորված եմ համարյա Գրեմին Ջասթին Բիբերի կատարմանը համարժեք կատարում էր, իհարկե մի քիչ զիջում էր, դա էլ վստահ եմ զուտ այն պատճառով, որ Ջասթին Բիբերը բոքսերներով էր եւ գուլպաներով։ Եթե մյուս անգամ Նիկոլ Փաշինյանը որոշի Գրեմի լավագույն ավանդույթները բերի վարչաբենդի նոր ձևավորվող բանի մեջ, ես կարծում եմ, որ հայ հասարակությունը ել ավելի շատ տպավորված կլինի։ Դրսից են խորհուրդ տվել այդ տեխնոլոգիաները, թե ինքն իրենով է որոշել, ըստ ձեզ։ Ես վստահ եմ, որ կան PR խորհրդատուներ, դա մեղադրելու չի, որտեղ աշխարհը գլոբալիզացված է, PR-ն էլ կներեք հայկական գիտության ծնունդ չի, կամ սովետական տարածքի ծնունդ չի, դա արևմտյան տեխնոլոգիական միջամտությունների փունջ է, դպրոց է։ Ես չեմ մեղադրում այն ուժերին, այդ թվում Նիկոլին, ով որ փորձում է, այսպես ասած, դիմի գիտությանը։ Այստեղ խնդիրը ուրիշ բան է։ Խնդիրը ուրիշ բանի մեջ է։ Խնդիրը ուրիշ բան է։ Մենք էլ կներեք, ես Սահակյան Արմանուշ Արմազանով Էդիկն էլ, մենք որ երգում էինք Նիկոլը ուր էր, այդ ժամանակ Նիկոլը այնքան չկար այդ դաշտում, որ Աննա Հակոբյանը շեյր էր անում մեր էջի իր Facebook-յան էջում։ Միատ մեկ տարբերությամբ մենք տեխնոլոգիաներ չենք կիրառում եւ այդ ժամանակ ընտրություններ չէր եւ ամենակարևորը գիտությունը լավ բան է անի ջան, ցանկացած գիտություն լավ բան է, բայց գիտելիքը պետք է օգտագործվի հանուն բարիք ստեղծելու։ Եթե գիտելիքը գիտությունը կապ չունի ինչ գիտություն է, մարդուն թունավորելու արվեստն է, թե ենթադրենք PR տեխնոլոգիա օգտագործում է ի վնաս, օգտագործում է ի հակառակ, ի չար, այդ դեպքում այդ գիտությունը, այդ թվում PR գիտությունը կորցնում է իր այն համբավը, այն կոչումը, ինչի համար, այն առաքելությունը, ինչի համար այն կոչված է։ Եվ ազդեցությունը, որովհետև ակնհայտ է, ես կես կատակ տենց հեգնեցի Ջասթին Բիբերի, այսպես ասած, եւ Նիկոլ Փաշինյանի զուգահեռների վրա, բայց դառը ճշմարտություն կա այդտեղ, էլի ես չեմ զարմանա, որ մի օր էլ Նիկոլը որոշի, այո, ընդօրինակի ենթադրենք Բիբերի սցենիչսկի օբրազը, էլի։ Էսթետիկայի մասին չենք խոսում, որտեղ երգել այդ նվագելներ, երգելն էլ արդեն բավարար էր, որ էսթետիկայի մասին առհասարակ մոռանանք։